Այս օրերին վերջին զանգ հեռուստասերիալում ամեն ինչ թեժանում է բառի ուղիղ իմաստով, բայց մինչ անցնենք սյուժետային նոր զարգացումներին, չշրջանցենք մի կարևոր հանգամանք. Սոսի կերպարը մարմնավորող դերասանի խաղը պարզապես հիացմունք է առաջացնում։ Այնպիսի դրվագներ, այնպիսի ապրում ու խարիզմա, որ նույնիսկ հեռուստադիտողը չի կարողանում չհավատալ կատարվածին։ Կարծես այս ամենը կատարվում է իրական կյանքում, մեր շուրջը, եւ իհարկե Էմմա Մանուկյանը Աննայի դերակատարմամբ։ Նա շարունակում է գերազանցել իր իսկ բարձր նշաձողը։ Նրա խաղը միաժամանակ եւ հուզում է, եւ ապրեցնում, եւ ուրախացնում։ Այս սերիայում մենք ականատես ենք լինում Սոսի բեկումնային որոշմանը։ Նա, լսելով մոր Տիկին Ռիտայի խոսքերը, վերջնականապես համոզվում է, որ տարիներ շարունակ խաբված է եղել։ Սոսի զայրույթը հասնում է կիզակետին։ Նա պարզապես մոլեգնում է ու Լիլիթին, Անետին եւ Բագրատին դուրս շպրտում իր տանից, 25 տարի շարունակ Աննայի հղիության մասին լռելու եւ իրեն ապականված ճակատագիր ապահովելու համար։ Այս տեսարանը դառնում է ապացույց։ Սոսը վերադարձել է ոչ թե պարզապես հարմարվելու, այլ արդարությունը վերականգնելու, բայց սա դեռ ամենը չէ։ Մենք ձեռք ենք բերել բացառիկ կադրեր, որոնցից պարզ է դառնում, որ որոշ ժամանակ անց Լիլիթը հետ է վերադառնում տուն։ Եվ ոչ թե ինքնակամ, այլ Սոսի գիտությամբ ու համաձայնությամբ։ Բանն այն է, որ Արամը վերջապես իր սիրած աղջկան Մերիին բերում է տուն հյուր, իսկ նրանց դիմավորում են Լիլիթն ու Տիկին Ռիտան։ Սա հստակ ուղերձ է։ Սոսը որքան էլ խիստ ու վճռական է, հասկանում է, որ չի կարող լիարժեք խզել կապերը Լիլիթի հետ, հատկապես Արամի հանդեպ ունեցած սիրո պատճառով։ Ու եթե Ռիտան եւս վերադառնում է տուն, ապա Սոսի վերաիմաստավորված կյանքի նոր փուլը արդեն սկսված է։ Մինչ այս զարգացումները Աննան այսքան ստին դավաճանությանը եւ խաբեությանը չդիմանալով ուշագնաց է լինում։ Նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց, բարեբախտաբար բժիշկներին հաջողվում է կայունացնել վիճակը եւ վաղաժամ ծննդաբերություն չի լինում։ Բայց Աննայի սրտում սկսվում է մի անդառնալի ճեղքում։ Նրան տեսակցության են գալիս Հենրին, հետո Անգելինան, բայց հետո գալիս է Լիլիթը, իրեն հատուկ ցինիզմով ու ցասմամբ։ Նա կրկին մեղադրում է Աննային իր կյանքը խորտակելու մեջ եւ պահանջում հեռու մնալ Սոսից։ Հենց այդ պահին Աննան հասկանում է, վերադարձ չկա, նա այլևս չի վերադառնալու Միքոյի տուն, որտեղ իրականում ոչ թե սեր ու հարգանք է ունեցել, այլ խաբեություն ու սուտ։ Բայց ամեն ինչ այսքանով էլ չի ավարտվում։ Միքոն զգալով վերահսկողության կորուստը, իմանալով, որ Աննան այլևս չի պատրաստվում վերադառնալ տուն, անցնում է շանտաժի։ Նա սպառնում է Աննային, որ եթե Աննան չվերադառնա տուն իր հետ ապրելու, ապա ինքը Հենրիին կբացահայտի, որ նա Հենրիի կենսաբանական մայրը չէ։ Այս քայլը դառնում է Միքոյի հերթական ստորությունը եւ Աննան չի կարողանում դեմ գնալ Միքոյի կամքին, քանի որ նրա համար շատ կարևոր է Հենրին եւ Հենրիի հանդեպ ունեցած սերը։ Ուստի Աննան ստիպված վերադառնում է տուն։ Հարգելի հետևորդներ, հիմա երբ առաջին հայացքից թվում է, թե բոլոր գաղտնիքները բացահայտված են, արդյոք Սոսը կսկսի հետաքրքրվել իր երեխայի մահվան հանգամանքներով։ Գրեք մեկնաբանություն։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ջացրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքն։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ Համարը թե մոռացավ մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ջացրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։
Նկարահանման ենք ընկերներ։ Շեչենեկա կարող զանգալ ես պատասխան։ Գաս մեզ։ Քիչ էի կողմը, բայց կա։ Ինչ։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստո։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Այ երևա որ թարմա, թե չէ։ Թարմա վայ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Հասկացում եք, երեխեք։ Ոնց օրվա է։ Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Տակ սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն էինք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Դինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, լոգարանն է։ Սպահարանում ինչ ունես։ Սպահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, ինչ վերից ոչ մի բան չկա։ Իսկ բաց պատշգամբում։ Պատշգամբում ունենք, այսպես եմ սիրուն հատվածում ենք, ես շատ եմ սիրում նկարվել ստեղ։ Բացիլը, բացի ասում եմ, աստորեն դու ես հորես գլուխի կերել, ասեմ բացի։ Բարև բոլորին, Գաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ձեզրով։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացավ մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի, ձեզրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ու միշտ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենջին եւ Անգելինան բաժանվեցին,